Ես վստահ եմ, որ հաղթեր ուզում։ Էլիզան սովորում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Դասընկերների հետ եկել է Երևանի համար 2 դպրոց մասնակցելու ինտելեկտուալ վիկտորինային։ Դեպի ներառող հասարակություն տանող ճանապարհին սա կարևորագույն նախաձեռնություններից մեկն էր, որի համար շնորհակալություն ենք հայտնում թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանին։ Սա հնարավորություն է, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող սովորողի մասին ճիշտ պատկերացում ձևավորվի։ Ինտելեկտուալ խաղի մասնակիցները հաղորդակցվելու խնդիր չունեն։ Նրանց օգնում է սուրդոթարգմանիչը, ներկայացնում հարցը, որից հետո գիտունիկները քննարկում, պատասխանում եւ միավորներ են վաստակում։ Դուք լավ չգիտեք, պատասխանները գիտեք, բոլորը գիտեք, բայց ինչի եք վախենում։ Չես վախենում, դու վախենում ես։ Մի քիչ։ Ինտելեկտուալ խաղին մասնակցում են նաև 3 այլ դպրոցների աշակերտներ։ Վիկտորինային հարցեր են հնչում տարբեր առարկաներից։ Հաղթելու եք։ Այո։ Առաջին անգամ է, որ այսպիսի մի մրցույթի եմ մասնակցում, բոլորին հաջողություն եմ մաղթում եւ իմ կարծիքով լավ հարաբերություններ կձեռք բերեմ հատուկ կարիք ունեցող երեխաների հետ։ Ծրագրի նպատակն է ամրապնդել գործակցությունը մայրաքաղաքի հատուկ եւ հանրակրթական դպրոցների միջև, պատանիներին նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել։ Խաղի կազմակերպման հիմքում, որ դրել ենք ու գաղափար, որպես այսպես ձգտում ենք դա իրականություն դարձնել, այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող ուժ է, մեզանից, որ ասում եմ, նկատի ունեմ աշակերտական այն մեծ խումբը, որ ներառված է, կարող ուժը եւ ունի բոլոր իրավունքներն ու հնարավորությունները արտահայտելու իր տեսակը, իր կարողությունները։ Այս ամենը կարծում եմ ըստ իս շատ լայն խթան է ոչ միայն համագործակցության, այլ նաեւ երեխաների սովորելու նկատմամբ մոտիվացիայի զարգացման եւ գիտելիքների ամրապնդման։ Կազմակերպիչները վստահ են, նման ստուգատեսները ոչ միայն կամրապնդեն աշակերտների գիտելիքները, այլև կխթանեն ներառումը դպրոցներում։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։